Ուրեմն անցած անգամ հետևյալ թեորեմը ապացուցեցինք, որ եթե ունենք անալիտիկ ֆունկցիա, որը ինչ որ մի կետում, ասենք ինչ որ արժեք է ընդունում, ուրեմն ունենք մի անալիտիկ ֆունկցիա, ու ասենք իր արժեքը այս կետում w0 է, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, եթե դիտարկենք fz հանած w0 ֆունկցիան, եթե z-ի տեղը տեղադրենք z0, ապա կունենանք 0, այսինքն z0-ն այս ֆունկցիայի 0 է, հետևաբար այդ 0-ն ինչ որ կարգ ունի, ինչ որ պատիկություն ունի, ենթադրենք ուրեմն այդ պատիկությունը ասենք n է, n-ը ինչ որ բնական թիվ է լինելու, այդ դեպքում մենք ցույց տվեցինք, որ ուրեմն եթե ունենք ստեղ z0 կետը, w0 կետը, f-ը ստեղ ինչ որ մի միջակայք կա, որտեղ անալիտիկ է, ապա եթե բավականաչափ փոքր միջակայք վերցնենք z0-ի, ապա ստեղ կարող ենք բավականաչափ փոքր միջակայք վերցնել, այնպիսին, որ ստեղից ինչ կետ էլ վերցնենք, այդ կետը այս տիրույթում կունենա ուղիղ n նախապատկեր։ Անցած անգամ հարց առաջացավ, թե արմատները, այդ լուծումները, այս հավասարման լուծումները ոնց պետք է հաշվենք, պատիկությունները մեկ են լինելու, թե այսինքն անպայման n հատ տարբեր կետ կգտնվեն, թե պատիկությամբ պետք է հաշվենք։ Անցած անգամ ասացինք, որ ապացույցից ելնելով ընդհանրապես կարող ենք ասել, որ եթե բոլոր արմատները վերցնենք, բոլոր լուծումները վերցնենք, իրանց պատիկությունները հաշվենք, դրանց գումարը կլինի n։ Այսօր կտեսնենք, որ ավելին կարող ենք ասել, բայց անցանկալի ապացույցից դա չէր հետևում, որովհետև անցած անգամվա ապացույցի հիմքում ինչ էր ընկած։ Անցած անգամվա ապացույցի հիմքում ընկած էր հետևյալը, որ եթե ստեղ ինչ-որ մի հատ կոր էինք վերցնում, ստեղ ինչ-որ կոր էինք վերցնում ու տեսնում ենք, թե այդ կորը f-ը ուր էր արտապատկերում, հաշվում էինք, թե այդ կորը քանի անգամ է պտտվում 0-ի շուրջ կամ w0-ի շուրջ, իսկ նման ոնց որ մեթոդով դժվար է տարբերել, դժվար է տեսնել կետերի տարբեր կետերի պատիկությունները։ Այսինքն ավելի հստակ ձևով կտեսնենք, թե ֆունկցիան ինչպես է իրեն դրսևորում նման իրավիճակում, երբ որ ինչ որ մի կետ կա z0, որ արտապատկերում է w0-ին, բայց ինչ որ առումով n անգամ է արտապատկերում։ Նախ մի քանի պարզ հետևանք նախքան այդ հարցին անդրադառնանք։ Առաջին հետևանքը այն է, որ եթե f-ը հաստատուն ֆունկցիա չի, բայց անալիտիկ է, ապա f-ը բաց արտապատկերում է։ Այսինքն f-ը բաց բազմությունների արտապատկերում։ Դե դա բավականին հեշտ հետևանք է, որտեղ եթե ունենք ասենք ինչ որ մի հատ բաց բազմություն, ուզում ենք սրա պատկերը տեսնենք f-ի նկատմամբ, վերցնենք այստեղ կամայական կետ, ասենք թե այդ կետը արտապատկերվում է w0-ին, այսինքն եթե վերցնենք հիմա, ուզում ենք ցույց տանք, որ եթե սրա այս բաց բազմության պատկերը վերցնենք, այստեղ նույնպես բաց կլինի,
Այսինքն ինչ անենք։ Հիմա կամայական բաց միջակայք եթե վերցնենք Z0-ին, նախորդ թեորեմից ինչ կարող ենք ասել, որ կարող ենք ասել, որ W0-ի մի բաց միջակայք կա, այնպիսին, որ ամբողջ այդ միջակայքը f-ի պատկերի մեջ է։ Այստեղ կարող ենք մի հատ ավելի փոքր միջակայք վերցնել, այնպիսին, որ կամայական a եթե վերցնենք այդ միջակայքից, ուրեմն կամայական a fz հավասար է a-ն, լուծում ունի Z0-ի միջակայքում։ Այսինքն ստացվի, որ այս փոքր միջակայքը որ կա, ամբողջությամբ գտնվում է f-ի պատկերի մեջ։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք ինչ W0 կետել վերցնենք f-ի պատկերի մեջ, գոնե մի փոքր բաց միջակայք կարող ենք գտնել դրա շուրջ, որ ամբողջությամբ f-ի պատկերի մեջ է։ Այսինքն f-ի պատկերը կլինի բաց, որտեղ կամայական կետի շուրջ միջակայք ենք կարողանում գտնել։ Մեկ ուրիշ հետևանք, էլի բավական է, պարզ հետևանք, եթե ունենք անալիտիկ ֆունկցիա, ու ածանցյալը այդ կետում 0 չի, ապա ինչ որ միջակայք գոյություն ունի, այնպես որ f-ը բիեկտիվ է այդ միջակայքում։ Ուրեմն վերցրել ենք z0, ածանցյալը այս կետում 0 չի, սա ինչ որ արտապատկերվում է ինչ որ w0-ի վրա, ապա ինչ կարող ենք ասել, որ ուրեմն կարելի է ստեղ մի միջակայք գտնել, ու ստեղ մի միջակայք գտնել, որ f-ը այդ երկու միջակայքերի միջև բիեկտիվ ֆունկցիա է, որը ունի, քանի որ բիեկտիվ է, ունի հակադարձ, ուրեմն ունի հակադարձ, դե բիեկտիվությունից դա հետևում է, բայց ավելին կարող ենք ասել, որ հակադարձը ինքը նույնպես լինելու է անալիտիկ ֆունկցիա։ Սա ինչի է։ Այդպես, ուրեմն եթե դիտարկենք, քանի որ ածանցյալը z0 կետում 0 չի, եթե դիտարկենք fz հանած fz0 ֆունկցիան, ինչ կարող ենք ասել։ Նախ, եթե դիտարկենք սա հավասար է 0 հավասարումը, եթե z-ի տեղը տեղադրենք z0, ապա կլինի 0, բայց քանի որ f-ի ածանցյալը z0 կետում 0 չի, z0-ի կարգը որպես s ֆունկցիայի 0 կլինի 1։ Այսինքն այստեղ ինչ կարող ենք ասել, որ կարող ենք ասել, որ սա ունի 0, որը առաջի կարգի է z0 կետում։ Հետևաբար, նախորդ թեորեմից օգտվելով, քանի որ այստեղ կարգը 1 էր, եթե բավականաչափ փոքր միջակայք այստեղ վերցնենք,
ապա ստեղ էլ, այսինքն ստեղ եթե բավականաչափ փոքր միջակայք վերցնենք, ստեղ գոյություն ունի մեկ ուրիշ միջակայք, այնպես որ ստեղած կամայական կետի համար այս նախորդ մասում գոյություն ունի ուղիղ մեկ նախապատկեր։ Այսինքն կնշանակի, որ ֆունկցիան այս միջակայքերի մեջ կլինի բիեկտիվ։ Այսինքն ուրեմն ինչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ գոյություն ունի մի դելտա, այնպեսին, որ f-ը կլինի 1-ը 1-ին։ Այս միջակայքի համար f-ը կլինի 1-ը 1-ի ֆունկցիա։ Հիմա եթե վերցնենք այս միջակայքի նախապատկերը, այսինքն այս բազմությունը եթե վերցնենք, ապա f-ը ստեղից մինչև ուրեմն ստեղից մինչև այս բազմությունը f-ը կլինի բիեկտիվ ֆունկցիա։ Քանի որ f-ը բաց արտապատկերում է, ստեղից կհետևի, որ հակադարձը անընդհատ է։ Քանի որ հակադարձը անընդհատ է, ածանցյալն էլ f-ի 0 չի, ստեղից հետևում է, որ նաև f-ի հակադարձը ածանցյալ ունի ու ածանցյալը այսինքն f-ի հակադարձը կլինի անալիտիկ։ Որովհետև եթե ածանցյալը z0 կետում 0 չի, ապա ինչ որ մի միջակայքում z0 կետի նույնպես 0 չի, իսկ հակադարձի ածանցալությունը ստեղ արդեն ոնց որ սովորական իրական անալիզում ցույց ենք տալիս, որ հակադարձ ֆունկցիա եթե անընդհատ է, ապա ածանցելի է, եթե f-ը ածանցելի է, ու ածանցյալը 0 չի, լրիվ նույն ձևով կարող ենք այստեղ նույնպես ցույց տալ։ Sì, Հիմա, ահա, hakadat funksiyaya termo için kadar olsun. նորից, Hakadat funksiyaya termo için kadar olsun. դե հակադարձ հենց դա էլ օգտագործում ենք, էլի։ Այսինքն այս մեր նախորդ բանը, այս մեր նախորդ արդյունքը օգտագործում ենք, ցույց տանք, որ f-ը հակադարձելի է։ Հետո էլ ասում ենք հակադարձ թեորեմի հակադարձ ֆունկցիայի թեորեմով կարող ենք ասել, որ f-ը ածանցելի է ու ածանցյալը, այսինքն ածանցյալ գոյություն է, այսինքն f հակադարձը ածանցելի է։ Այդ նկատի ունենք։ Հմ։ Լավ։ Հիմա եթե դիտարկենք այն դեպքը, որ ընդհանուր ավելի ընդհանուր դեպքը, որ այսինքն պատիկությունը 1 չի, եթե ունենք ուրեմն fz հանած f0-ն, fz0-ն արդեն ոչ թե 1 կարգի արմատ ունի, այլ n կարգի, ապա ինչ կարող ենք ասել։ Հիմա եթե z հանած fz0 ֆունկցիան դիտարկեմ, կարող եմ գրել z հանած 0-ի z0-ի n աշճան անգամ մի անալիտիկ ֆունկցիա, որտեղ սա անալիտիկ է, ու արժեքը z0-ի 0 չի։
Հիմա քանի որ Z0-ում արժեքը 0 չի, հետևաբար ինչ որ Z0-ի միջակայքում էլ արժեքը 0 չի, հետևաբար եթե կարող ենք այս ֆունկցիայի n-րդ աստիճանի արմատը սահմանել։ Ասենք կանոնը դնենք phi-z, որը սահմանված կլինի Z0-ի ինչ-որ մի միջակայքում։ Այսինքն, ինչ ստացանք։ Ստացանք, որ fz-ը, աստորեն, կարող ենք գրել որպես fz0 գումարած z հանած z0-ի n աստիճան անգամ phi-z-ի n աստիճան, որտեղ phi-z-ը կլինի անալիտիկ։ Հիմա եթե ուզում ենք ինչ որ մի fz0-ի մոտիկ կետ վերցնենք, ուզում ենք, որ fz-ը լինի w, ինչ կարող ենք անել, այսինքն փաստորեն ընտրենք w-ն 0 չի, չէ, այսինքն w-ն 0 չի, այլ w հանած fz0-ն, այսինքն w եկեք sense վերցնենք, հա w-ն w-ն fz0 չի, հիմա ինչ ենք ուզում լինի, ուզում ենք, որ fz հավասար է w հավասարումն ենք ուզում լուծենք, այսինքն ուզում ենք լուծենք fz0 գումարած z հանած z0-ի n աստիճան անգամ phi z-ի n աստիճան հավասար է w հավասարումն ենք ուզում լուծենք, այսինքն z հանած 0-ի n աստիճան phi z n աստիճանը հավասար է w հանած fz0 հավասարումն ենք ուզում լուծենք, այսինքն f-ը ստեղից արտապատկերում էր ստեղ, հիմա ստեղ մոտակայքում մեկ ուրիշ կետ ենք վերցրել, եթե w-ն չի համընկնում fz0-ի հետ, ապա սա ինչ-որ մի հատ ոչ զրահական թիվ է, իրա n-երորդ արմատները, որ հաշվենք, կունենանք n հատ տարբեր n-երորդ արմատ, ասենք, եթե ինչ-որ մի հատ թիվ ունենք կոմպլեքս, կարող ենք n հատ թիվ գտնել, որից n-երորդ աստիճանը հավասար է սրան, հիմա, այսինքն, մենք կարող ենք լուծել այս հավասարումը, բայց ստեղ, ոնց որ ունենք n հատ տարբեր տարբերակ, այս մեծության համար, մենք ունենք n հատ տարբեր տարբերակ, ստեղ ճակերտներով գրենք, որ կոնկրետ ինչ-որ մի հատը չենք վերցնում, ստեղ n հատ տարբեր տարբերակ ունենք, հիմա ամեն մեկի համար, եթե դիտարկենք այս ֆունկցիան, բացօրեն ստեղ ինչ ունենք, ստեղ եկել ենք արդեն այս նախորդ իրավիճակին, որ պատիկությունը 1 է, իսկ եթե պատիկությունը 1 է, ապա ուրեմն ստեղ գոյություն կունենա միակ լուծում այս հավասարման, այսինքն յուրաքանչյուրի համար կունենանք միակ լուծում։
Հարցեր։ Լավ։ Ամ Անցնենք առաջ։ Ուրեմն մի շատ կարևոր հատկություն, որ ունեն անալիտիկ ֆունկցիաները, դա մաքսիմումի պրինցիպն է, որը ասում է հետևյալը. եթե ունենք մի անալիտիկ ֆունկցիա, ինչ-որ տիրույթում, որը հաստատուն չէ, ու f-ը հաստատուն չի, ապա եթե դիտարկենք f(z)-ի բացարձակ արժեքը, ապա սա երբեք իր մաքսիմում արժեքը չի ընդունի օմեգայի մեջ։ Չենք օմեգան ըստ սահմանման, որ ասում ենք տիրույթ, նկատի ունենք բաց բազմություն։ Ապացույց, երկու տարբեր ապացույց եկեք տեսնենք, այս մեր արածներից հետո սա արդեն բավականին հեշտ արդյունք է։ Առաջի ապացույց, եթե ասենք օրինակ ունենք fz0-ն հավասար է w0, ինչ որ մի կետում, ասենք թե եթե z0-ն այն կետը լիներ, որտեղ սրա բացարձակ արժեքը մաքսիմում էր, այսինքն նշանակեր այս W0-ի բացարձակ արժեքից ավելի մեծ բացարձակ արժեք չենք կարող ունենալ, բայց ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ եթե հիմա վերցնենք Z0 միջակայքը, ունենք M կետը ու W0 կետը, մենք գիտենք, որ եթե վերցնենք, քանի որ մեր տիրույթը օմեգան բաց է, այստեղ կարող ենք փոքր բաց միջակայք վերցնել սրա շուրջ, իսկ տեսել ենք, որ եթե այստեղ բավականին չափ փոքր բաց միջակայք ենք վերցնում, պատկերը միևնույնն է, այստեղ տեսել ենք, որ մի բաց միջակայք պարունակում է։ Այսինքն հետևաբար f-ի պատկերը, այս ամբողջ օմեգայի պատկերը եթե վերցնենք, օմեգա 0-ի շուրջ հաստատ ինչ-որ մի բաց միջակայք պարունակում է։ Կամ տեսանք մենք, որ f-ը բաց ձևափոխություն է, այսինքն օմեգան բաց բազմություն է, հետևաբար օմեգայի պատկերը f-ի նկատակ նույնպես կլինի բաց բազմություն։ Այսինքն այստեղ կունենանք բաց բազմություն, այսինքն օմեգա 0-ի շուրջը, օրինակ եթե ինչ-որ փոքր շրջան վերցնենք, բոլոր կետերը կպատկանեն f-ի արժեքների տիրույթին։ Իսկ այդ կետերի մեջ անպայման կետեր կան, որոնց բացարձակ արժեքը օմեգա 0-ի բացարձակ արժեքից էլ մեծ է։ Այսինքն, քանի որ ուրեմն օմեգայի պատկերը f-ի տակ պարունակում է օմեգա 0-ի մի միջակայք, որը անպայման ունի կետեր, որոնց բացարձակ արժեքը օմեգա 0-ի բացարձակ արժեքից է մեծ է։ Հարցեր։ Երկրորդ ապացույցը կարող ենք տալ Cauchy ինտեգրալի բանաձևի միջոցով։ Ինչ կարող ենք ասել։ Ասենք, որ f-ի արժեքը z0 կետում կարելի է հաշվել, հետևյալ կերպ, վերցնենք մի փոքր շրջան z0-ի շուրջ,
այնպեսին, որ սա ամբողջությամբ պատկանի մեր տիրույթին, նման ինտեգրալ հաշվենք, հա, որտեղ ստեղ գամման ինչ որ մի հատ փոքր շրջան է, շրջանագիծ է։ Հիմա եկեք պարամետրիզացնենք, ասենք թե ստեղ թող պարամետրիզացված լինի, որպես z-ը հավասար է z0 գումարած r-ի ի տե։ Եթե հաշվենք այս ինտեգրալը, կլինի 1 բաժանած 2 pi ինտեգրալ 0-ից 2 pi f z0 գումարած r-ի ի տե բաժանած r-ի ի տե, ստեղ կլինի ռացանցիալը պիտի հաշվենք r-ի ի տե, դե եղավ 1 բաժանած 2 pi ինտեգրալ 0-ից 2 pi, սրանք կկրճատվի, f z0 գումարած r-ի ի տե, դե Այսինքն ինչ կարող ենք ասել f z0-ն փոքր է կամ հավասար 1 բաժանած 2 pi ինտեգրալ 0-ից 2 pi բացարձակ արժեք։ Այսինքն եթե սա մեր գաման է, փաստորեն f z0-ի բացարձակ արժեքը հավասար է s կետերում f-ի արժեքների բացարձակ արժեքների միջինին։ Իսկ միջինը չի կարող այս բոլորից ավելի մեծ լինի։ Եթե սա հանկարծ ամենամեծը լիներ, ապա ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ ստեղ անպայման պետք է հավասարություն լինի, որ որտեղ սա միշտ փոքր է կամ հավասար 1 բաժանած 2 pi, եթե ստեղ գրեինք 0-ից 2 pi մաքսիմումը ինտեգրեինք, բայց սա հենց կլներ մաքսիմումը, որտեղ միջին ենք հաշվում իրականում։ Այսինքն եթե սա մաքսիմում լիներ, ապա այստեղ բոլոր տեղերում պետք է անպայման հավասարություն ունենային։ Բայց դրանից կհետևեր, որ f-ը հաստատուն ֆունկցիա է։ Մենակ շրջանագծի վրա եթե հաստատուն եղավ, դրանից հետևում է, որ f-ը ամենուրեք հաստատուն է։ Որովհետև հաստատուն ֆունկցիան շրջանագծ ամբողջ հարթության մեջ հաստատուն ֆունկցիան նաև կհամընկներ f-ի հետ շրջանագծի վրա, իսկ երկու անալիտիկ ֆունկցիա չեն կարող համընկնել ինչ-որ մի բազմության վրա, որը ունի կուտակման կետեր։ Այսինքն, ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ եթե ունենք ուրեմն մի քիչ ընդհանրացնենք, ենթադրենք, թե ունենք մի անալիտիկ ֆունկցիա, ինչ-որ մի բաց բազմության վրա, ասենք բաց բազմության վրա ու f-ը սահմանված է
ու անընդհատ է սրա փակման վրա, ապա f-ի բացարձակ արժեքի մաքսիմումը անպայման սահմանի վրա է լինելու։ Նախ կայք ստեղ ավելացնենք, որ անպայման սա պետք է լինի սահմանափակ բազմություն, չէ կարող է f ընդհանրապես մաքսիմում չունենալ։ Հիմա եթե դիտարկենք այս y-ի փակումը, սա կլինի կոմպակտ բազմություն, հետևում է, որ fz-ը իր մաքսիմում արժեքը ընդունում է, սա ինչ որ անընդհատ ֆունկցիա է, իրական արժեքներ ընդունող, հետևաբար պետք կոմպակտ բազմության վրա պետք է անպայման իր մաքսիմում արժեքը ընդունի։ Ասենք թե թող լինի z0 կետում, եթե z0-ն y-ին պատկաներ, ապա ինչ կարող ենք ասել, որ եթե հիմա վերցնենք, մեր yen չգիտենք ինչ ձևի բազմություն է, բայց եթե հանկարծ սա y-ի փակումն է, եթե հանկարծ ներսում ինչ որ մի կետ վերցնենք, ու ստեղ մաքսիմումը լիներ, կարող ենք ստեղ ինչ-որ մի ասես դիսկ վերցնել Z0-ի շուրջ ու եթե դիսկի ներսում է մաքսիմումը, մենք վերևում տեսանք, որ ուրեմն ամբողջ այս դիսկի մեջ պետք է հաստատուն լիներ f-ը։ Ուրեմն եթե Z0-ն պատկանում է y-ին, ապա գոյություն ունի ինչ-որ մի հատ դիսկ Z0-ի շուրջ, որտեղ այդ դիսկում նույնպես մաքսիմումը f-ի բացարձակ արժեքի հենց Z0 կետում է։ Հետևաբար, ըստ վերևի ասացի, պետք է f-ը հաստատուն լինի այդ դիսկի վրա։ Իսկ սեղից կետևի, որ f-ը հաստատուն է y-ի վրա։ Ավելի ճիշտ ամբողջ yen չենք կարողանա ունենալ, բայց գոնե կապակցված կոմպոնենտը կարող ենք ունենալ։ N մեկը, որը Z0-ն պարունակում է։ Իսկ եթե f-ը հաստատուն է, ապա արդեն եզրագծում էլ նույն արժեքը կընդունի։ Այսինքն, նենց չի, որ մաքսիմումը երբեք չի կարող ներսում լինի։ Պարզապես, եթե մաքսիմումը ներսում եղավ, նշանակում է ֆունկցիան հաստատուն է, նշանակում է ամեն կետում էլ մաքսիմում է, որտեղ հաստատուն է ֆունկցիա։
Մասնավորապես կարող ենք ասել, որ FZ-ը հաստատ, այսինքն գոյություն ունի ինչ-որ մի հատ կետ, որը պատկանում է եզրագծին, այնպիսին, որ պարզապես կարող ենք հավասարություն ունենալ այն դեպքում, երբ որ f-ը հաստատուն է։ Հարցեր։ Դա կարելի է մի քիչ շահագործել նման ուրիշ արդյունքներ ստանալու համար։ Օրինակ, ենթադրենք ունենք մի անալիտիկ ֆունկցիա դիսկի վրա, միավոր դիսկի վրա, ու ենթադրենք f-ի բացարձակ արժեքը փոքր է կամ հավասար 1-ից, f-ի արժեքն է 0-ին 0 է։ Այսինքն ինչ ունենք։ 0, 0, ստեղ մենք դիտարկում ենք միավոր դիսկը, ու մենք ենթադրենք գիտենք, որ պատկերը էլի միավոր դիսկի մեջ է գտնվում։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ օրինակ FZ-ը միշտ փոքր է կամ հավասար Z-ից, FZ-ի բացարձական արժեք։ Ու F-ի ածանցյալն էլ 0 կետով, պետք է փոքր կամ հավասար լինի 1-ից։ Այսինքն ոնց որ չի կարող սեղ արանքում ինչ որ sense արագ աճ տա, հետո դանդաղի, ինչ որ տես բաներ չի կարող։ Անընդհատ ամբողջ ճանապարհին այս անհավասարությունը պետք է ունենա։ Առավել ևս, եթե մի հատ կետ հանկարծ գտնվի, որ ստեղ հավասարություն լինի, բացի 0-ից, այնպիսին, որ FZ-ի բացարձակ արժեքը հանկարծ լինի հավասար Z-ի բացարձակ արժեքին, կամ եթե F-ի ածանցյալը 0 կետում լինի 1 բացարձակ արժեքով, ապա անպայման գոյություն ունի մի հատ C, որի բացարձակ արժեքը 1 է, այնպիսին, որ FZ-ը C անգամ Z ֆունկցիա։ Այսինքն ոնց որ ասենք ասենք, որ եթե ինքը դիսկը պարտապատկերում է դիսկի վրա, ուզում ենք հասկանանք ինչ արագությամբ փաստորեն, եթե այստեղ 0-ն 0-ի վրա է գնացել, մի 0-ից հեռանում ենք, ինչ արագությամբ f-ի արժեքները կմեծանան։ Եթե վերջում մեկ է փաստորեն միջին, այսինքն ինչ ենք եղել, վերջում մեկ էլ գիտենք, որ այս դիսկի մեջ ենք տեղավորվել, ոնց որ ասենք, որ արանքում չէր կարող, նորից եմ կրկնում, շատ արագ չէր կարող սկսել, հետո դանդաղել։ Կարա գնալով ավելի արագ գնա, բայց չի կարող ասենց արագ գնա, հետո դանդաղի ինչ որ առնով, էլի։ Այսինքն սրանից ավելի արագ տեմպերով չէր կարող հանկարծ սկսել գնալը։ Ստեղ բարձր որ ասենք ստեղ այս մեկը ինչ որ հատուկ կետ չի, ասենք կամ ասենք այս մեկը ինչ որ հատուկ կետ չի, այսինքն նման բաներ կարելի անել, կարելի է ընդհանրացնել, ասենք
ոչ էլ այս 0 կետներ ինչ որ հատուկ, հա, այս 0 կետներ հատուկ, ոչ էլ այս 0-ներ հատուկ։ Այսինքն կարելի է ընդհանրացնել այս իրավիճակին, ասենք, եթե ունենք, որ f-ը անալիտիկ է z0-ի միջակայքում, այս շրջանի վրա r շարավղով ու ինքը այս r շարավղով շրջանը արտապատկերում է m շարավղով շրջանի վրա, այսինքն ոնց որ այստեղ z-ի փոխարեն գրենք z հանած z0, այս մեկը փոխարինենք մեծատար r-ով, այս մեկն էլ փոխարինենք մեծատար m-ով, միևնույնն է նման ինչ որ արդյունք կարելի է ստանալ։ Մանրամասները կարող եք փորձել ինքնուրույն ստանալ։ Ինչու է սա ճիշտ։ Ընդհանրապես մաքսիմումի պրինցիպի կիրառություն է ճիշտ ֆունկցիայի վրա։ Եկեք սահմանենք gz ֆունկցիան, որը fz բաժանած z ֆունկցիան է, երբ որ z հավասար չէ 0-ի, իսկ 0 կետում էլ f-ի ածանցյալը 0 կետում։ Ժեն բնականաբար եթե այս մասին նայենք, անալիտիկ ֆունկցիա բաժանած z-ի անալիտիկ ֆունկցիաների քանորդ է, եթե z-ը 0 չլինի, ապա սա կլինի անալիտիկ ֆունկցիա, այսինքն այս քանորդը, այսինքն ժեն անալիտիկ ֆունկցիայի բոլոր կետերում բացի 0-ից, բայց 0 կետում անընդհատ է, հետևաբար նաև անալիտիկ է 0 կետում, այսինքն 0 կետում ունենք եզակի կետ, բայց դա հեռացվող եզակիություն է, այսինքն j ֆունկցիան անալիտիկ ֆունկցիա կլինի, քանի որ 0 կետում անընդհատ է։ Կարող ենք կիրառել անալիտիկ է, քանի որ 0 կետում անընդհատ է ու անալիտիկ է 0 կետից բացի մյուս կետերում։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Հիմա եթե դիտարկենք աստորեն fz բաժանած z ֆունկցիան, սրա բացարձակ արժեքը, սա ինչ է։ Սա հենց gz-ի բացարձակ արժեքն է։ Հիմա եթե վերցնեմ 0 կետի շուրջը կամայական r շարավղով շրջանագիծ, որ r-ը լինի 0-ից 1, ինչ կարող եմ ասել, կարող եմ ասել, որ ստեղ ինչ կետ էլ վերցնեմ, gz, քանի որ անալիտիկ ֆունկցիա էր ժեն, այս բացարձակ արժեքը իր մաքսիմումը ընդունելու է անպայման եզրի վրա։ Այսինքն կարող ենք ասել, որ սա փոքր է կամ հավասար ինչից j-ից ինչ որ մի ու կետի համար շրջանագծի վրա։ Ուրեմն կամայական z-ի համար, որ սա փոքր է կամ հավասար r-ից, այսինքն ինչ կարող ենք ասել, կարող ենք սենց ասել, գոյություն ունի մի ու, այնպիսին, որ ու-ի բացարձակ արժեքը r է, այսինքն այս շրջանագծի վրա գոյություն ունի մի ու, այնպիսին, որ կամայական z-ի համար այս ինչ է վա
Ա, դա շիրա ինչերն են մնացել, ինչերը չէ։ Ամ, Ուրեմն ստեղ, եթե ունենք, եկեք սենց անենք, ուրեմն մենք ունենք ստեղ մեր 0 կետը, արշարավոր շրջանագիծ ենք վերցնում, ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ գոյություն ունի մի ու, այնպիսին, որ, այսինքն, կամայական r 0-ից 1-ի համար, գոյություն ունի մի ու, արշարավոր շրջանագծի վրա, այնպիսին, որ կամայական z-ի համար, որի բացարձակ արժեքը r-ից փոքր կամ հավասար է, j-ի բացարձակ արժեքը z կետում փոքր է կամ հավասար j-ի բացարձակ արժեքից u կետում։ Բայց սա հավասար էր fz բաժանած z-ին, սա հավասար է fu բաժանած u-ին։ Այսինքն սա եղավ fu բաժանած r, բայց f-ուն մենք ինչ էինք անում, մենք ինչ պայման ունեինք f-ի վրա, որ f-ը այս դիսկը արտապատկերում էր էլի միավոր դիսկի վրա։ Այսինքն ստեղ ամենաշատը սա կարող է լինել 1-ը։ Հիմա քանի որ սա ճիշտ է կամայական r-ի համար, կամայական r 0-1-ի համար, r-ը ձգտեցնելով 1-ի, կստանանք, որ gz-ը փոքր կամ հավասար է 1, այսինքն fz-ը փոքր կամ հավասար է z։ Ոնց կարող ենք հավասարություն ունենալ։ Հավասարություն կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ որ j-ը հաստատուն ֆունկցիա է։ Ու այդ դեպքում սրա բացարձակ արժեքը կլինի 1, այսինքն ասենք թե gz-ը հավասար է c, ու սրա արժեքը կլինի 1, այսինքն fz-ը կլինի c անգամ z։ Հարցեր։ Եկեք հիմա անցնենք Կոշի թեորեմի ընդհանուր դեպքին։ Մենք Կոշի թեորեմը ապացուցել ենք հատուկ դեպքում, հիմա եկեք ապացուցենք ընդհանուր դեպքում։ Նախ հարմարության համար, ուրեմն եկեք մի քիչ ընդհանրացնենք բանի գաղափարը, այս մենք գամաները, որ վերցնում ենք, որ ինչ նկատմամբ f-ը ինտեգրում ենք, եկեք այդ գաղափարը մի քիչ ընդհանրացնենք, ուրեմն կասենք, որ ունենք մի շղթա,
Ինչ է շղթան։ Ասենք, եթե ունենք գամմա 1, գամմա 2 եւ այլն գամմա n կորեր, եթե սրանց գումարը վերցնենք, սա կանվանենք շղթա։ Ասենք կարող ունենանք սենց ինչ-որ մի հատ կոր։ Սա գումարած, սա գումարած, սա։ Ասենք գամմա 1, գամմա 2, գամմա 3։ Մենք եթե գամման հավասար է սրան, Енді կարող ենք խոսել f-ի ինտեգրալի մասին ըստ գամմայի, գամմայի վրայով։ Նույնիսկ կարող ենք սենց բան անել, ասենք ինչ որ գծային կոմբինացիաներ, հա, ալֆա 1 գամմա 1 գումարած ալֆա 2 գամմա 2 գումարած ալֆա 3 գամմա 3։ Ալֆաները նույնիսկ ամբողջ թվեր պարտադիր չեն լինել, բայց կվերցնենք ամբողջ թիվ, այսինքն սենց բան սահմանելու համար կարող ենք սահմանել նույնիսկ ոչ ամբողջ թվերի համար, բայց կվերցնենք ամբողջ թիվ, որպեսզի սենց որպես կոր իմաստ ունենա, այսինքն նշանակի այս մի կորից վերցնենք, ասենք մի քանի հատ, այս կորից վերցնենք մի քանի հատ, դա բնական ալֆաների համար նման ինտերպրետացիա կարող ենք տալ, բացասականների համար էլ կարող ենք հասկանալ, որ հակառակ նույն կորն ենք վերցնում, բայց կորի հակառակն ենք վերցնում, այսինքն հակառակ ուղղությամբ ենք շարժվում։ Կասենք, որ սա ցիկլ է, այս շղթան ցիկլ է, եթե իրան կարելի է գրել փակ կորերի գումարի տեսքով։ Գլխավոր տարբերությունը ինչն է, սրա ու նրա դե մենք ինչ առաջ էինք անում, առաջ մենք ասենք դիտարկում ենք օրինակ կտոր առ կտոր ածանցելի կորեր, ասենք փակ կորեր, բայց մենք առաջ ենթադրում ենք, որ մեր ամբողջ կորը անընդհատ է։ Հիմա այդ պայմանը վերացրել ենք, այսինքն կարող ենք ունենանք իրարից կտրտված փակ կորերի գումար։ Հիմա մենք կորի համար սահմանել էինք կորի ինդեքսը, թե քանի անգամ այդ կորը պատտվում կետի շուրջ, նույն բանը կարող ենք սահմանել այս գամմաների համար, ցիկլերի համար։ Կարող ենք այս մեծության սահմանումը ընդհանրացնել ցիկլերի վրա։ Ելույթ, եթե սրա մասին հիմա մտածենք որպես գամմայից ֆունկցիա, ոնց որ տեսնենք, որ դա ոնց որ գամմայից կախված, սենց բաներից կախված ինքը կլինի գծային ֆունկցիա։ Ու ինչ ենք ուզում ցույց տանք։ Կոշիի բանաձևը ինչ էր ասում։ Կոշիի բանաձևն ասում էր, որ եթե անալիտիկ է, ապա նման ինտեգրալները պետք է լինեն 0, բայց ստեղ ոչ կամայական կորի համար կարող ենք նման բան ասել։ Այսինքն հարց է առաջանում, որ գամմա ցիկլերի համար կարող ենք նման բան ասել։
Ասենք արդեն տեսել ենք, որ եթե վերցնենք 1-ը բաժանած z հանած a ֆունկցիան, չնայած որ սա անալիտիկ է a կետից հեռու, այսինքն բացի a կետից մնացած բոլոր կետերում անալիտիկ է, եթե սենց ինչ որ մի կորով ինտեգրում ենք, ապա սա 0 չի ստացվում։ Չնայած որ սա անալիտիկ է ամենտեղ բացի a կետից։ Համար պետք է նման երևույթները ինչ որ պայման պետք է դնենք, որ նման դեպքերը հեռացնենք։ Ուրեմն ինչումն է ստեղ խնդիրը, այն տիրույթը, որտեղ որ այս ֆունկցիան անալիտիկ է, փաստորեն որ տիրույթն է, այս դեպքում սա կլինի a կետից բացի մնացած բոլոր կետերը։ Ու խնդիրը նրանում է, որ այս մեր կորը, որ վերցրել ենք, դեպքում այս շրջանագիծը, այս a կետը այս կորի մեջ է ու այս կորը չենք կարող այս a կետից են կողմ շարժել, այս կորը չենք կարող փոքրացնել, դարձնել մի կետ, հա։ Սրա մասին էլ մի քիչ խոսել ենք։ Ուրեմն եկեք սահմանենք, թե ինչ է նշանակում, եկեք դրա սահմանումը տվել ենք, թե ինչ է նշանակում, որ կորը հնարավոր է ոնց որ ձևափոխել կետի, այսինքն ինչ է նշանակում, որ կորը հոմոտոպ է սրան կարելի է տոպոլոգիական սահմանում տալ ու անալիտիկ, մենք անալիտիկ սահմանումով կաշխատենք կամ անալիտիկ տոպոլոգիական սահմանումն է, որ գոյություն ունի մի անընդհատ ձևափոխություն է սկորի, որը անընդհատ ձևով ձևափոխվում է, դարձնում է մի կետ։ Անալիտիկ սահմանումը, որ մենք ուսումնասիրեցինք, որն էր, որ կասենք, որ գամման հոմոտոպիկ է կետին, եթե անալիտիկը գամման հոմոտոպ է, եթե ուրեմն օմեգայի մեջ, եթե կամայական a կետ եթե վերցնենք ոչ օմեգայի մեջ, ապա այս մեծությունը կլինի 0։ Քոշի ընդհանուր թեորեմի ուրեմն թեորեմը պնդում է հետևյալը, որ եթե ունենք մի կամայական տիրույթ ու մի կամայական կոր կամ նույնիսկ ցիկլ, նույն սահմանումը կարելի է սահմանումը կարելի է ցիկլերի համար, օմեգայի մեջ, ու f-ը անալիտիկ է օմեգայի մեջ, ապա f-ի ինտեգրալը այս կորի վրայով անպայման պետք է լինի 0։ Եթե մեր ինչ որ տիրույթներ կան, որտեղ կամայական կոր ինքը այս հատկությունը ունի, այդ տիրույթները անուն ունեն, կոչվում են միակապ, սրա մասին էլ ենք մի քիչ խոսել, ուրեմն օմեգան կոչվում է միակապ, եթե յուրաքանչյուր փակ
կոր, հոմոտոպե կետի։ Հա, այսինքն, եթե անալիտիկ սահմանումը դիտարկենք, սա պաստորեն ինչ է ասում։ Անալիտիկ սահմանումով սա ասում է, որ կամայական գամմայի համար օմեգայից ու կամայական i-ի համար ոչ օմեգայից n գամմա a-ն հավասար է 0-ի։ Եթե Իսկ վերցնենք, ասենք, նման մի տիրույթ, սա կլինի միակապ, բայց եթե օրինակ վերցնենք նման տիրույթ, բայց միջից հեռացնենք, ասենք, այս մասը, ապա սա էլ միակապ չի լինի, որովհետև եթե վերցնենք, ասենք, այս կորը հնարավոր չի անընդհատ ձևով ձևափոխել մի կետի լրիվությամբ մնալով օմեգայի մեջ։ Կամ անալիտիկ սահմանումն եթե դիտարկենք, այս կանաչ կորի համար եթե հաշվենք այս կարմիր կետի, ուրեմն թե քանի անգամ է պատտվում կարմիր կետի շուրջ, այսինքն դա կլինի, տեսնես, կանաչ կորը վերցնենք ստեղ ու հաշվենք, թե կարմիր կետի շուրջ քանի անգամ է պատտվում, սա կլինի 1։ այս համարժեք չի ցեին հոմոմորֆը։ Նորից կասել, Այս ցեին հոմոմորֆը համարժեք չի։ chain homeomorph, մեր սահմանումով, եթե ասենք վերցնենք օրինակ մենք կապակցվածություն չենք պահանջում, այսինքն եթե օրինակ վերցնենք այս տիրույթը, երկու զուգահեռ գիծ վերցնենք ու վերցնենք այս տիրույթը, սա կլինի միակապ։ Այս սա ոնց որ chain homeomorphic չի։ Այս դեպքում կապակցվածության Կապակցված ավելացնենք, ապա ապա դա նույնը կլինի, հա։ Եթե ունենք կամայական բաց կապակցված միակապ տիրույթ, ապա դա chain homeomorphic կլինի, հա։ Մեր սահմանումով, այսինքն եթե կապակցվածությունը չպահանջենք, կարելի է սենց բան ապացուցել, որ օմեգան կլինի միակապ, այն եւ միայն այն դեպքում, երբ որ
օմեգայի լրացումը, բայց ոչ թե C-ի մեջ, այլ անհասանությունն էլ հետ է, լինի կապակցված։ Ամ, ուհու։ Սա մանրամասն չեմ ապացուցի, ապացուցի կարող եք գրքում կարդալ, միտքը որն է, ուրեմն, ասենք ենթադրենք ունենք, որ սա կապակցված է, եկեք ապացուցենք, որ օմեգան միակապ է, այսինքն ինչ պետք է ցույց տանք։ Պետք է ցույց տանք, որ n գամմա-ան 0 է կամայական գամմայի համար օմեգայից ու i համար ոչ օմեգայից։ Հիմա քանի որ ան օմեգայի մեջ չի, անսահմանությունն էլ օմեգայի մեջ չի, ու սա կապակցված է, ինչ կարող ենք ասել, ու գամման էլ ամբողջությամբ օմեգայի մեջ է, այսինքն գամման, եթե վերցնենք գամմայի ու սրա հատումը, սա դատարկ է, այսինքն գամման սրա հետ ոչ մի ընդհանուր կետ չունի, հետևաբար ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ անվերջություն ու a կետերը գամմայի լրացման նույն կապակցված կոմպոնենտի մեջ են։ Շմեք, այսինքն մենք ինչ ենք կարել, մենք տեսել ենք, որ եթե ինչ-որ գամմա կոր ունես, եթե վերցնես այս ամեն մի կապակցված տիրույթ, այդ կապակցված տիրույթում n գամմա-ան հաստատուն մեծություն է։ Հիմա մենք ինչ փաստորեն ունեցանք, մենք ունեցանք, որ ան ու օմեգան նույն կապակցված տիրույթում պետք է լինեն, որտեղ լրացումը միշտ կապակցված է, ըստ մեր ենթադրության։ Այսինքն կարող ենք ասել, որ օմեգան ու ան նույն գամմայով սահմանված նույն կապակցված կտորի մեջ են մտնում։ Հետևաբար n գամմա-ան ու n գամմա անվերջությունը պետք է նույնը լինեն, բայց n գամմա անվերջությունը միշտ 0 է, որովհետև եթե ունեմ գամման, կարող եմ միշտ վերցնել մի ինչ-որ դիսկ, որը գամմայի ամբողջությամբ պարունակում է, ու եթե սրանից դուրս ինչ-որ կետ վերցնենք, մենք տեսել ենք, որ այդ դեպքում այս մեծությունը կլինի 0, մասնավորապես անվերջությունում սա նույնպես կլինի 0։ Հակառակ ուղղությունը ապացուցելու համար ինչ կարող ենք անել։ Մենք ենթադրենք սա կապակցված չի, ասենք կարող ենք այսինքն գրել օրինակ երկու բաց բազմությունների միավորման տեսքով, ու անվերջությունը ասենք թե թող պատկանի i-ին, սրանք իրար հետ ընդհանուր բան չունեն։ Ոչ կապակցված լինել դա է նշանակում։ Հիմա այսինքն ինչ ունենք։ Մենք ոնց որ եթե հիմա փորձենք նկարենք այս լրացումը, ինչ կունենանք, այսինքն անվերջությունը ունենք, անվերջության
շուրջ ինչ որ միջակայքել է պատկանելու լրացմանը, այսինքն ինչ որ մի ասած բազմություն կունենանք, ասենք դա A-ն է, ստեղ ինչ որ ուրիշ կտորելու կարող ունենք, որ սա B-ն է։ Հիմա ինչ որ ձևով, սա կարելի է խիստ անել ու մանրամասները կարող եք գրքում կարդալ, ուրեմն սա ոնց որ մեր A-ներ, դա B-ներ, ինչ որ ձևով կարող ենք սահմանել ստեղ մի կոր արանքում։ Այսինքն ընտրենք այս նկարի միջի գամայի նման ինչ որ մի կոր ու որը կարելի է հստակ կառուցել ու այդ դեպքում եթե վերցնենք ստեղից ինչ որ մի կետ, ապա այն գամա an 0 չի լինի։ Այսինքն եթե an վերցնենք b-ից, ապա սա 0 չի լինի։ Միտքը մոտավորապես սա է։ Եթե օրինակ մասնավորապես եթե մենք Cauchy-ի թեորեմը ապացուցենք, ինչ կարողանանք ասել, կարող ենք ասել, որ եթե օմեգան միակապ է, ապա կամայական գամմայի համար ու եթե ունենք անալիտիկ ֆունկցիա, ապա սա կլինի 0։ Այսինքն սա փաստորեն ինչ է ասում։ Ինչ է նշանակում միակապ լինել։ Միակապ լինել նշանակում է եթե ունենք սենց բան հաշվենք, կամայական կորի համար, ապա սա կլինի 0։ Այսինքն ստանանք, որ եթե ունենք, որ սա հավասար է 0 կամայական a-ն չի պատկանում օմեգայի համար ու կամայական գամմայի համար, ապա այս ինտեգրալը 0 է կամայական գամմայի համար։ Այսինքն ոնց որ այս ինտեգրալների 0 լինելուց կարողանալու ենք ստանալ, որ այս ինտեգրալները կամայական f անալիտիկ ֆունկցիայի համար նույնպես պետք է լինեն 0։ Ժամանակ շատ քիչ մնաց, Cauchy-ի թեորեմը այսօր չենք հասցնել ապացուցել, սկսելն էլ երևի իմաստ չունի, դա շատ բան չենք ասի, հաջորդ անգամ կտանք Cauchy-ի թեորեմի ընդհանուր թեորեմի ապացույց։